ուրիշ չեն այսպեսի մի խոսք ունի, մեզ կամած սպանում են, մենք դրանից ուժեղանում ենք, բայց վերջում կարող ենք խելագարվել։ Ես ուղղակի հիմնական իմաստը մեջ բերեցի, ոչ ուղիղ իմաստով։ Հիմա ասենք թե մարդը դիմանում է, կարողանում է իրան տիրապետել։ Հարգելի զանգ կատարող, սա սահմանափակ չի։ Ես էլ եմ հունից դուրս գալիս, ես էլ եմ իմ ոչտուսպանության դատական նիստի ժամանակ շատ պահեր է լինում, որ ես իմ ինքնատիրապետումը կորցնում եմ, որովհետև 10 տարի է մարդասպանին բերում են դնում են դեմս, իր մորոտ կատվի թաթիկներին եմ նայում այրունոտ, թուրքի լամուկին եմ նայում ու իրան նորից տանում են։ Սա խոշտանգում է իմ հանդեպ, սա կտանքների են ենթարկում ինձ։ Նիկոլ Փաշինյանը 7 տարի է մարդասպանություն է բանանում, քննության առնում, բայց դատավորները, արտահայտության նախարարը, ՊԴԽ նախագահ, սրանք մարդ են, ենթադրենք ես ինձ տիրապետում եմ, անսահմանափակ չի տիրապետելը, մարդկային հոգեբանությունը սահմաններ ունի, ինչպես մարդկային կյանքը, մարդը մեռնելու հատկանիշներով է օժտված, չդիմանալու հատկանիշներով, եթե ես տակ տեղից ինչ-որ մի հատ տեղից ես նայեն, հո կինո չի ես ամեն ինչը, ես ամեն ինչի եղելություն է, եթե բանակում մի ամբողջ չաստ, մի ամբողջ զինվորական բան կացարան վարվում է, քո բանակ չի, չուլանանոց է, այստեղ է չուլանանոց, եթե քրեական գործից, տեսեք Արտուր Պողոսյանն են նշանակել քննչական կոմիտեի նախագահ, սա եղած չեղած մի հաշիվ է, այո, փող տարան, իրա կառավարման օրոք, իրա քթուտակից փող առան գնացին ինձ լավ զգում իրան, այնց էլ պաշճակատը դուրս գալիս հասարակության մեջ 11200 է մնացել, ինքը հանցագործ է, ինքը այնքան չկա, տեսեք ինչի եմ ասում հանցագործ, ինքը քննչական ենթակայություն է խախտում, այն քննիչի գործով հանցագործություն է կատարել, տալիս է այդ նույն քննչականի մարմնի մեկ այլ քննիչի, ասում է քննի քո գործընկերոջ կատարած հանցագործությունը, սա խայտառակ հանցավոր գործողություններ են։ Այս Արտուր Պողոսյանը գիտի, որ իմ որդուսպանության գործով իրեղեն ապացույցներ են խեղաթյուրել։ Գիտեք ինչ են արել, դեպքի վայրից եկի սաղ ապացույցները վերցրել լցել մի տոպրակի մեջ տարել են, ոչ մատնահետ կա պահպանվել, ոչ արյան հետքեր են պահպանվել։ Ու հիմա իրանք խոսում են չուլանանոցից, չուլանանոցը որ կաք։ Հիմա քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունը իր իրեղեն ապացույցով չուլանանոց է։ Կլադովկա է Նիկոլ Փաշինյան, գնա տես ինչ չուլանանոց է ընդեղ։ Դրա համար, սենց որ խոսում են մարդիկ, չեն պատկերացնում խորությամբ տեղի ունեցածը, չեն պատկերացնում, որ սա պետության գործն է, այս պետությունը գոյություն չունի, սա տարել է ուղղակի չգիտեմ ինչ չուլանանոց, ես ներողություն եմ խնդրում մեր ժողովրդից, հեռուստադիտողներից, բոլորից ներողություն եմ խնդրում, բայց եկեք համոզվենք, որ եթե դատարանները ծախված են 7 տարի գործ է քննվել, Նիկոլ Փաշինյան, որտեղ են քո դատավորները, դուք ինչ եք արել, պետության բյուջեից փողեր եք տվել դատավորներին, իրանք բնականաբար ծախված են։ Տեսեք, ես վերջերս Արտուշ Գաբրիելյան դատավորի կաշառքի համար քրեական վարույթ նախաձեռնվեց $10,000 կաշառք էր վերցրել, որպեսզի դատական նիստերը հետաձգի։ Հիմա գնացեք իմ որդու քրեական գործով 5 դատավոր փոխվել, 5-ն էլ նիստերը ցկել են։ Գնացեք, պարզեք, բերեք Աննա Վարդապետյան, տեսեք, քանի $10 կաշառք են վերցրել, թե Արտուշ Գաբրիելյանի թիրախավորել էի կաշտեն, թե իմ որդու սպանության գործը ձեր համար հեքիաթ է, նրան արդեն հեքիաթ չի։ Սա ըստ հայեցողական իրավիճակ են ստեղծել, ով իրանց խանգարեց մի հատ դատավոր խտխտած, իրանք կտնեն կպատժեն։ Բա հիմա քանի $10 կաշառք են վերցրել Նիկոլ Փաշինյան, որ 7 տարի դատապարտված մարդ չկա, քեզ փող հասել է տեղից։ Եթե դու ցայն չես հանում, տիրություն չես անում, չես արձագանքում, լռում ես, ոնց դու ես կաթողիկոսի համար ասում լռելը համաձայնության նշան է, ես էլ քեզ եմ ասում, դու որ լռում ես այս գործի համար, համաձայնության նշան է։ Ես երեք զարմացա, որ ազգային ժողով Մագնիս Ախամոյանը Էջմիածնի դեպքի հետ կապված այդ տղայի սպանությունը, որ ցեխ էին շպրտել մեքենային, ինչ եղել, նայել եմ մոր բանը ելույթը, շատ խորացավ եմ ապրում դրա համար, վերջապես մի հատ բան դրեցիք, բանի թեմա, Արտուր Պողոսյանի թեմա, այն էս մանկական ժպիտով, սենց չգիտեմ ինչ, շատ ներողություն չակիչներով հորտի հեճվանքով նայում ա թե բանը ինչ ա եղել որ բա դու քննչական կոմիտեի ղեկավար այդ տկարանիդ դու ոնց կարաս քննչական կոմիտեի ղեկավար լինես երբ որ դու տենց բանով ես նայում այդ ամեն ինչին Տիկին Ադանալյան երևս ավարտեմ ազգային ժողովին մի հատ այդ մեր հարգաժան ընդդիմությունը որ ըստ էության ինքը չկա մի հատ տաներ Աշտոմի նկարը ցույց տար ասել ինչ եք արել տղայի գործի հետ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Տիկին Ադանալյան, փաստորեն Արամ Ղազարյանը բոլորին հայտնի Քանաքերցի տուի հորեղբոր որդին էր։
Համացանցում քննարկվեց այդ ամենը, որ ինչպես կարող են, որում հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբեր 11-ին նրա դին հայտնաբերեցին հենց Քանաքեր 16-րդ փողոցի տներից մեկում, երբ Արամ Ղազարյանը այդ ժամանակ հենց ոստիկանության համակարգում էր աշխատում։ Բայց դուք կարծես թե ստատուս գրեցիք եւ ինչ որտեղ հույս ունեք, որ այս մարդու գալով ինչ որ բան է փոխվելու։ Գիտեք ինչ, մի փոքր հետ գնամ, որպեսզի հասկանալի լինի։ Այո, Արամ Ղազարյանը նշանակվել է ոստիկանապետ, եւ մինչ այդ, ես որտեղից գիտեմ իրեն, ինչի համար եմ ասում մի փոքր հետ գնանք, գիտեմ դեռևս Շիրակի ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնում աշխատած տարիներին, դա 20-ից 22-23 թվականներ էր, եթե չեմ սխալվում։ Համենայն դեպս, ինչպես գիտեք, իմ որդու սպանությունը կատարվել է խմբի կազմում, ներկա պահի մեղադրանքի առաջադրած մեկ անձի, բայց մեկը փախած է։ Հովհաննես Թոփչյան տվյալներով անձն է կոպչիկ, այս անձին հսկող դատախազ է եւ քննիչից հեռամբ փախցրել են դեպքից անմիջապես 2 օր հետո, սա Զվարթնոց օտանավակայանի սահմանը հատել է ու փախել է, ասել են դու հələ թռի գնա, մինչեւ մեկ էս մեղադրանքը կարգավորեք, որ խմբակային չլինի, հետո երբ խաղաղվեց հետ կգաս։ Սա փախելա մի տարի հետո նախաքննությունն ավարտվելա հետ ա եկե, ուման են գալիս սրան չեն գտնում։ Եվ այդ փախուստի մասին հստակ փաստական տեղեկություններ ունեի ոնց են իրան փախցրել, ես չեմ ծանրաբեռի ձեր ետերը։ Եվ դրանից հետո 14 թվականին Արտյոմի սպանել են խմբի կազմում, ինքը 15 թվականին հետ ա եկե նախաքննության ավարտից հետո։ Ու հիմա սրան չեն գտնում։ Արտանագրություններ են կազմում 8 տարի։ 8 տարի կրկնում եմ, ման են գալիս սրան չեն գտնում, ասում են չկա ու չկա, բայց Գյումրիում է, Գյումրի մի բուր տեղ է, մի հատ ուժեղ շարժվեց, բոլորը կիմանան, իրա տունը վերանկած, ու ինքը դատապարտված է խոշոր չափերի թմրանյութ աճեցնելու, կարելի ասել թմրանյութի ինդուստրիայով զբաղվելու, վաճառելու, իրացնելու գործերով, ինքը արդեն իսկ դատապարտված է, Ցակեր է տվել Արտյոմի սպանելուց հետո կոպչիկ ամականունը, ու իր համար տանը ապրում է, ոստիկանները չեն գտնում սրան, ասում են չկա, դուք պատկերացնում եք խելագարվելու, իրան փախցրել են գործի միջից հանել, հիմա չեն բերում, որտեղ թեվա փաստեր եմ դնելու։ Արամ Ղազարյանը, ով աշխատել է, նշեցի Շիրակի ոստիկանության մարզային վարչությունում, ես գնացի անմիջապես նրա մոտ։ Ոչ գիտեմ ով է, ոչ գիտեմ ով է, չնայած ներքին գործերի նախարարությունում էլ է եղել մինչ այդ։ Հայտնեցի ամբողջ եղելությունը, բացատրեցի որը որանց է, նա ինձ խոստացավ, որ Հովհաննես Թոփչյանին ինքը կբերի դատարան, եւ դատարանն նա պիտի հարցաքննվեր, դատավորի հետ պետքը չէր Նարեկ Բեգլարյան, պիտի հարցաքննվեր, յա կբերեն, յա չեն բերի, համար ավելի լավ, որ դատավորն արդեն գիտի Հովհաննես Թոփչյանն ինչ պերսոն է։ Եվ ընդհանուր առմամբ խոստ տվեց, որ կբերի ու բերեց։ 8 տարի թաքնված անձին Արամ Ղազարյանը բերեց դատարան ներկայացրեց ու մենք կարողացանք հարցաքննել այս մարտասպան հանցագործին եւ կարողացանք փաստեր դնել նրա առջեւ։ Ու գիտես ոնց էր գալիս դատարան այս հանցագործը։ Իրա մամայի, իրա աղբոր, իրա կնոջ, աղբոր կնոջ այս դաստով գալիս էին իրանք ու դատական նիստերին լկտի ռեպլիկաներ էին, բաց թողած գիտեն որ ինքն էլ է սպանել Արտյոմին։ Մենք փաստեր ունենք, ես հենց այնպես չեմ ասում։ Անկախ ամեն ինչից ներկա պահին փաստեր կա, դրա համար ես ասում եմ որ ինքը մեջը կա։ Ու պատկերացրեք Արամ Ղազարյանը բերեց, որ ես կարողացա իրացնել իմ իրավունքները, կարողացա 8 տարի փախած անձին հարցաքննել։ Բա այս մարդուն հիմա նշանակել են ոստիկանապետ։ Ես շատ ուրախ եմ, ես հարգում եմ այս մարդուն։ Ես չէի կարող նրա մասին որևէ ստատուս չգրել։ Այո, նա ցուցաբերել է մեր գործով, կոնկրետ տեսեք, ասում եմ 8 տարի փախածին բերել է։ Սա բերանով ասելն է հեշտ։ Մեր գործով ցուցաբերել է բարձր մարդկային ամենակարևորը եւ մասնագիտական բարձր հատկանիշներ է ցուցաբերել։ Եվ հիմա որ նշանակվել այս գործին, ես հույս ունեմ, որ ինքը շատ լավ բաներ կանի, բայց նաեւ ասում են լոռու մարզպետին նշանակեցին, չգիտեմ ինչ արեցին, բայց նաեւ տեսեք ինչ հանգամանք կա։ Ես մտավախություն ունեմ, որ հանգած այս մարդուն չփորձեն անվանարկել, չփորձեն պատվերներ իջեցնել այս մարդու վրա, խազ բզել նրա կենսագրությունը եւ այնպիսի իրավիճակներ ստեղծել, որ ժողովրդին ծեծեր ջարդելու են, գազային, չգիտեմ ինչ բաց թողնելու։ Այդ իրավիճակները չստեղծեն, լավ մարդ եք գտել, բերել տվել եք, գոնե բերեք, թող այդ մարդը աշխատի։ Ես դրա համար այդ ստատուսը գրել եմ եւ ինձ չէի ների, եթե ես հանկարծ չգրեի։ Անցել է դրանից 3 տարի, ես անչափ իմ շնորհակալությունն եմ հայտնում, երախտագիտությունն եմ հայտնում այս անձին, որովհետև իսկապես նա տեսակով մարդ էր, տղամարդ էր խոսքի տեր եւ պաշտոնատար անձ, ով հարգում է իր ուսադիրները։ Այո, ես դրա համար ասում եմ, որ նա արժանի մարդ է։ Մենակ
Ու մնում է հանկարծ Նիկոլի այդ բաները իշխանական գործառույթների մեջ ներքաշեն այս մարդուն, հետագայում ինչ-որ բաներ լինի, հետո ինձ զանգ տվող մեր հարգելի քաղաքացիներ ասեն, հիշում եք դուք Արամ Ղազարյանին պաշտպանում եք, գովաբանում եք, տեսեք ինչ արեց։ Ես հիմա ասում եմ ինձ ինչ է տեղի ունեցել, թե հետագայում ինչ կլինի, ինչ իրավիճակների առաջ այս մարդուն կկանգնեցնեն, որ ինքը ստիպված լինի գնալ ինչ-որ քայլերի, դա հարցի մյուս կողմն է։ Դրա համար ես նրա մասին այս կերպ արտահայտվել եմ եւ անչափ շնորհակալ եմ, թող բարով պաշտոնավարի։ Տիկին Ադանալյան, մեր հաղորդումը մոտենում է ավարտին, 3 րոպե ժամանակ ունենք։ Մենք չհասրեցինք այսօր անդրադառնալ երեխաների առևանգման գործերին, որովհետեւ կարծես թե փոքրիկ Տիգրանը այդ գործերի մասին եւս մեկ անգամ հիշեցրեց, նորից սկսեցինք մենք խոսել, որ այն ժամանակվա դեռ գործեր կան, որոնք չեն քննվել։ Գիտեք, ես շատ հակիրճ ասեմ, չնայած շատ ավելի խորը քննարկման թեմա է սա, բայց քանի որ ձեր եթերաժամանակը մենք կարծում ենք ժամանակ կունենանք, որտեղ ասում են այդ գործերը փակված են։ Սուզաննա Սարգսյանը փաստաբան հայտարարեց, որ դրանք փակված չեն։ Ոչ, հիմա Գյումրիում քրեական գործ է քննության առնում, քրեական վարույթ կա նախաձեռնված, Գյումրիի մանկատան երեխաների ապօրինի եւ նրանց օրգանների առքուվաճառքի ենթադրյալ հանցագործության վերաբերյալ սխալ քրեա իրավական որակմամբ, դա փակված չէ, չի կարող փակվել։ Եվ շատ մեծ ուշադրություն կա կենտրոնացած այդ գործի վրա, թող իրենց այդպես չթվա, թե որ իրենք առել դրել են տակներ ու ասենց քնել են այդ գործի վրա, դա հենց այդպես է մնալու, ոչ թե այդպես չի։ Եվ Սուսաննան շատ ճիշտ նկատառումներ արեց, այո, արկային նաև միջազգային հանրության ուշադրությունը, հետագայում հայտնի կդառնանք, իմանանք որը որանց է, սա մեկ։ Ով որ ասում է փակվել է, դա իր ցանկությունն է հայտնում, որ փակվի, բայց չի փակվել ու չի կարա փակվի, որովհետև 166 երեխաների մահվան դեպքը պարզված չի։ Սա մեկ, ինչ վերաբերում է Տիգրանին փոքրիկ, ես չեմ հավատում, որ Տիգրանը ինքը իրան քայլով գնացել են գիտակ հետը սուտ է սա։ Սուտ է, որովհետև բազմաթիվ հարցեր չեն ստացել իրենց պատասխանները։ Սուտ է, որովհետև այդ ամբողջը ես նայել եմ Վիկիպեդիայով, այդ Մարմարիկ գետը 37 կիլոմետր է, Շամշանի նյութերն եմ նայել, շատ ու շատ, ես գիտեք, որ այս կաշկի դեպքերին շատ ահավոր տարված եմ, ինչպես 15 զինծառայողների մահվան գործը։ Ամբողջ գետը հատիկ առ հատիկ Նիկոլի ասացի նման քյաբաբ առ քյաբաբ քարուքան դարեցին, նայեցին, զննեցին, Տիգրանը չկար։ Տիգրանը 2 տարեկան էլ չկար եւ մայիսի 9-ին նոր պիտի դառնար 2 տարեկան։ Ըստ հարևաններին նա նորմալ չէր քայլում։ Ինչպես գնաց հասավ գետը, հետո այդ ամբողջ գետը քարուքան դարին նայեցին, մանեկան ջրասուզակներ, փրկարարներ, պարեկներ, կամավորներ, Չարենցավան, Սևան, չգիտեմ ինչ հրազդան, սաղ տեղած մարդիկ եկան հետազոտեցին, չկա, մեկ էլ հանկարծ 22 օր հետո, վայ, Տիգրանի դին մարմինը հայտնվեց բանում ջրանցքում ծանծաղուտ ինչ որ ճահճոտ մի հատ վայրում, այդ վայրը 1000 անգամ նայել են, այդ վայրի կողքից հազարավոր մեքենաներ են անցել, մարդիկ են անցել ու չեն տեսել, որ բոլորի հայացքը ամբողջ համացանցը հառած էր Մարմարիկ գետի վրա եւ եւս մեկ փաստ, որ եթե մայրուղու վրայի խանութն ունեցել է տեսագրող սարք եւ դրա տեսակետում մեր հեռուստադիտողներին նշեմ, որ մենք հիմա IBC-ից դուրս ենք գալիս, բայց շարունակում ենք Patreon-ում, քանի որ ուզում եմ անպայման Տիկին Ադանալյանը իր միտքը շարադրի միջև վերջ եւ ավարտի։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Եվ տեսաթաշտ է ունեցել խանութի տեսախցիկը դեպի երեխայի մարմին արդեն դրված վայրը եւ այդ տեսախցիկը չկա։ Հենց տեսախցիկ չեղավ, սա արդեն վարույթ իրականացնող մարմնի ձեռագիրն է։ Մենք ծանոթ ենք իրանց ձեռագրին։ Մենք գիտենք իրանց հանցավոր բոլոր գործողությունները։ Բոլոր գործերով կետ առ կետ անում են նույն բանը, ինչ որ պիտի կոծկվի։ Ու չկա որևէ տեղեկություն։ Երեխան քանիսին է գնացել ծնողների մոտից, երբ ծնողը նկատել, որ երեխան չկա, այդ ոնց եղավ այդ վատ քայլող երեխան գնաց հայտնվեց գետի ապ ու դուք չգտաք։ Սրանք բոլորը հարցեր են, իսկ ծնողները լուր են։ Ես անհանգստացած եմ ծնողների լռությամբ։ Ասեք ինչի։ Գուցեև ես չեմ քննադատում Քավլիցի, ես ոչ մի բան չեմ ասում, իրանց երեխան է, իրենք միգուցե ավելի ճիշտ գիտեն, իրենք գուցե ավելի նպատակահարմար կգտնեն լռելու, բայց ես կվարվեմ, եթե այս մասին չխոսամ։ Ես ինձ չեմ ների, եթե այս փաստերը հանկարծ չբարձրաձայնեմ։ Տեսեք ինչն է խնդիրը։ Նորը հատկապես սկսեցին քննադատել համացանցով, թե պատու ինչ մեր ես, քո երեխեն գնացել է, դու խաբար չես, չնայած հակադարձեցին հարևանները։ Բայց հիշեցնում եմ, ես մեկ առիթով եմ ասել։ Հիշում եք Պեմզաշենի սպանությունը Զարինե Մելիքսեթյանին ոնց էին քննադատում, բարոյական հանեցին այդ խեղճ աղջկան, ինչ ասես արեցին։ Երբ որ համացանցում վխտում է հանցագործություն կատարած անձանց մտերիմներն ու մերձավորները, այդ թվում նաև իրավապահ մարմնի մանգլավիկները, իրավապահ մարմնի խուժանը չայկիչներով, ժուլիկները, սկսում են աշտեն գրառումներով հարձակվել տուժողի վրա, սկսում են աշտեն տուժողին վաշկաբեկել, մորը վաշկաբեկել եք, ինչի համար եք մորը վաշկաբեկել, սա նշանակում է, որ իրանք փորձում այս կերպ լռեցնել, չպիտի լռի տուժողը,
Տիգրանի մայրը ամաչել է, որ իր համար այդպիսի բաներ են գրել։ Հանցագործը պիտի ամաչի, թող գրեն, այնքան գրեն հոգիները դուրս գա։ Նա պիտի շանտեղ չտնի այդ գրառումները եւ պիտի կարողանա ինքը ինքնադրսևորվել, որպեսզի կարողանա հասկանալ այդ անմեղ երեխան ում ինչ էր արել։ Շատ առեղծվածային է եւ կասկածելի է, որ Տիգրանը 22 օր գտնվել է գետում, այդ հետազոտված այդ վիճակով հոգիները դուրս եկավ խեղճ ջրասուզակների ու ցույց էին տալիս այդ հոգացությունը, անգամ տիեզերական նկարահանումներ էին ցույց տալիս, թե տեսեք ինչպիսի ջանասիրություն է ցուցաբերվել, որ գտնեն երեխային, բայց սա ուղակի շատ կներեք բարիս համար ատմասկա է, ես այդպես եմ կարծում, սա քողարկելու, կեղծ մտահոգություն ցուցաբերելու ինչ որ ձև է։ Ջրասուզակները իրոք չանասիրաբար աշխատեցին, իրոք փրկարարները, իրոք դա աննկարագրելի բան է, բայց որ երեխան գետում չի եղել, որտեղից գտնեին խեղճ տղեկը, որտեղից գտե ծանծաղուտները հատիկ, ճուղ առ ճուղ քարուքանդ էին անում։ Շամշանի տեսանյութերը նայեք, այդտեղ բաց տեղ չի եղել։ Տիկին Ադանալյան, տեսեք, ասում եք երեխան գետում չի եղել, այս դեպքին անդրադարձել էին նաև էքստրասենսները, բայց դրանից հետո եւ հանրությունը սկսեց նրանց վարկաբեկել, որ ինչու եք հույս տալիս ծնողներին։ Հիմա դուք եք պնդում, դա ձեր տեսակետն է, դա ձեր կատարած։ Հասկանալի է, տեսեք, եւ ոստիկանությունը կարծես թե շատ ուշագրավ է այս նման հայտարարությունների հետ կապված։ Ոստիկանությունը պիտի այս հայտարարությունների նկատմամբ ուղղակի իր բանը դիրքորոշումը հայտնի, ես իհարկե չեմ կարող ինչ որ գնահատականներ տալ էքստրասենսների կատարած այդ հայտնությունների եւ այլնի վերաբերյալ։ Ես ավելի շատ սիրում եմ եւ իմ տեսակն է այդպեսին, ես սկզբունքորեն ավելի շատ նայում եմ օբյեկտիվ իրականությանը, դեպքի հանգամանքներին, իրեղեն ապացույցներին, այն ինչ որ կա, ինչ որ հայտնաբերվել է, ես հակված եմ դրան։ Դե բնականաբար այդ մասը ես բաց կթողնեմ, որովհետեւ դա իմը չի։ Նկատի ունեմ նրանք, ովքեր որ ասում են, որ երեխան գետում չի եղել։ Հա, այդ հանգամանքը այլ բան է, դե բնականաբար իրենք արդեն իրենց տեսանկյունից են հայտնում, բայց եղած այս իրավիճակից ես շատ կուզենայի տեսնել եւ սպասում էի այնքան ժամանակ լռեցի, որ տեղեկություն սփռվեր, որ դատապշտական եզրակացությունը ստացվել է։ Ես անչափ կուզենայի տեսնել երեխայի ուսումնասիրել երեխայի դատապշտական եզրակացությունը, որովհետև այսօր մեր երկրում խայտարակ կոռումպացված են գրեթե բոլոր փորձագիտական կենտրոնները, մասնավորապես Գիտությունների ազգային ակադեմիայի փորձագիտական կենտրոնը, ազգային բյուրոյի եւ Հերացի 5 հաստիում գտնվող դատապշտական գիտակորձնական կենտրոնը, որտեղ էլ հենց տվեցին այս այրված երեխաների ՏՆԹ-ները եւ այլն։ Այս փորձագիտական կենտրոնները խայտարակ ձևով փոխկապակցված են իրավապահ համակարգի հետ։ Իրանք հիմա գործում են դատախազի ցուցումով, քննիչի ցուցումով։ Գիտեք թե իրանք դնում են այս եզրակացությունն ու հետևությունները հիմնավորում են։ Ես էս կբերեմ այնքան եզրակացություններ, որտեղ լկտի ձևով փորձագետներ անգամ քրեական վարույթ նախաձեռնվել, հետո կարճվել է, թե փորձագետին իրանք են ասում սենց գրի, որ գործի կանխատեսված ելքը ապահովել։ Ինչի մասին է խոսքը։ Հիմա հեշտականորեն կուզենայի տեսնել այդ եզրակացությունը, հասկանալ է ինչ է գրած։ Այդ ջրահեղձեղած երեխու դիակի վերաբերյալ ինչ նշումներ կան, ինչ հետևություններ կան, դրանք ունեն իրենց առանձնահատկությունները, դրանք ունեն նաև մի շարք այլ հանգամանքներ, ներքին օրգանների հյուսվածքների հետազոտությունից չբացեմ շատ լիքը հանգամանքներ կան, որ կարելի է դրանց վրա ուշադրություն դարձնել։ Հիմա այդ դատապշտականն էլ ստացան, սոսաղի բերանը փակեցին, հա, ասեցին վեճ պրծավ երեխան խեղդվել էր գետում, այդ գործը կկարճեն, կփակեն, կգնա, կլի դժբախտ պատահար։ Սա է այս երկրի օրենքն ու օրինականությունը եւ ամփոփ եմ խոսքս, ես այս Տիգրանի դեպքի հետ կապված շատ ուրիշ հանգամանքներ կան, ուղղակի հասկանալի արդեն պիտի եզրափակվի նաեւ այս ժամանակահատվածը, ուղղակի պիտի ասեմ իրավական համակարգը, դատաիրավական համակարգը Նիկոլի ղեկավարությամբ վերածվել է բարոյա հոգեբանական իրավական չուլանանոցի։ Թող Նիկոլը գնա իր չուլանանոցին տիրություն անի, որ մենք այս ազգովի ընկել ենք կրակը ու տառապանքների ենք ենթարկվում։